ԵՄ թե ԵԱՏՄ Հայաստանը երկընտրանքի առջև է։ Ավելի քան 10 տարի ԵԱՏՄ անդամակցությունից հետո մարտին խորհրդարանը վավերացրեց Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի օրենքը։ Որոշումն ընդունվել է։ Մոսկվայից բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների մակարդակով պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ միաժամանակ երկու աթոռի նստել հնարավոր չէ։ Ռուսաստանի փոխարտգործնախարարն Իզվեստիայի հետ հարցազրույցում հայ գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնում է, միաժամանակ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցելն անհնար է, քանի որ միություններն ունեն մաքսային եւ սակագնային տարբեր կարգավորումներ, դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ Армянским коллегам, видимо, предстоит на каком-то этапе определиться все-таки, в каком направлении они следуют. Հայ գործընկերներն ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում, դեպի Եվրամիություն, թե եվրասիական ինտեգրման շարունակություն։ Եթե գնան եվրոպական ճանապարհով, դա օբյեկտիվորեն կբերի արդեն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը եւ բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում ցավոք Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող են կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող են շահել Եվրամիությանն անդամակցությունից։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Դա ըստ փոխարտգործնախարարի արտահայտում է առաջին հերթին հնայի աճի շատ նշանակալի թվով։ Միայն անցած տարի այն կազմել է մոտ 6%։ Միխայել Գալուզինի գնահատմամբ Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար պահանջների ու չափանիշների մի համախումբ է անդամակցության մշուշոտ հեռանկարով։ Членство в Евросоюзе, а мы видим, что это... Անդամակցությունը Եվրամիությանը ոչ թե իրական տնտեսական համագործակցություն է, այլ հիմնականում վաղանցիկ գաղափարախոսություն։ Եվրամիության երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չենք խոսում, որ Եվրամիությունը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Երևանում հուսով եմ տեսնում են այս իրավիճակը եւ համապատասխանաբար գնահատում։ ԵԱՏՄ միջկառավարական ու ընդլայնված նիստերում Փաշինյանը միշտ գոհունակություն է հայտնում կառույցից, խոսում է առևտրաշրջանառության ծավալների աճի Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցության մասին։ ЕАЭС придало дополнительный импульс развитию экономического сотрудничества. Միջկառավարական տարեվերջյան նիստին Փաշինյանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը, տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։ ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատարեցրի մասին ԵՄ անդամակցության նախագծի վավերացումից օրեր առաջ էլ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ նշում էր, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2024-ին աճել է 154%-ով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։